Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ այսօր կենթանի ենք, ողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սորել իրենից։ Այսօր որոշեցի 5 շաբթի օր անցկացնել, այլ ոչ թե շաբաթ օրը այս դասը։ Մենք գիտենք, որ այս երամսյակում ուսումնասիրում ենք Աստծո սիրո մասին թեմա եւ արդեն հասել ենք 9-րդ դասին, որը կոչվում է տիեզերական հակամարտություն կամ մեծ պայքար, եւ հիշելու համար է Ծննդոց 3:15։ Ես շնորհություն եմ դնում քո եւ կնոջ միջեւ, քո սերնդի եւ նրա սերնդի միջեւ, նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գաշապարը։ Թող Աստված մեզ օգնի այս ուսումնասիրության մեջ, իր Սուրբ Հոգով առաջնորդի եւ մեր հոգեվոր աչքերը բացի, որպեսզի տեսնենք ճշմարտությունը եւ իր շնորհով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով, ամեն։ Աստվածաշնչի աստվածաբանության հիմքում մեծ հակապարտությունն է կամ մեծ պայքարն է Քրիստոսի ու սատանայի միջև։ Թե Աստծո երկնայնեակների այսինքն էակներ, որ անկում ապրեցին եւ ապստամբեցին Աստծո դեմ, միջև տիեզերական հակամարտության գաղափարը նշանակալի տեղ է զբաղեցնում Սուրբ գրքում, ինչպես նաև մեծապես ընդունված է ավանդական քրիստոնեության մեջ, որոշ քրիստոնյաներ մերժում կամ անտեսում են այդ գաղափարը։ Սակայն Աստվածաշունչը շատ կարևոր է համարում այս գաղափարը մեր փրկության համար։ Որովհետև այս թեման, որտեղ սատանան ու նրա հրեշտակները հակադրվում են Աստծուն եւ իր թագավորությանը, այն թեման չէ, որը կարելի է անտեսել եւ լինել անվտանգ կամ ապահով։ Ավետարանները լի են սատանայի եւ նրա դևերի վերաբերյալ հիշատակումներով, որոնք հակադրվում են Աստծուն։ Ուրեմն այսօր մենք կդիտարկենք եւ փորձենք պատասխանել երկու հարցի, որտեղ է Սուրբ Գիրքը սովորեցնում, որ տիեզերական հակամարտություն գոյություն ունի Աստծո եւ սատանայի միջեւ, եւ երկրորդ հարցը համաձայն Սուրբ Գրքի ինչ բնույթ ունի այդ հակամարտությունը։ Եկեք կարդանք Մատթեոս 13:24-ից 27 համարները։ Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասաց. Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց։ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ եւ ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց։ Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, երևաց նաեւ որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան նրան ու ասացին. Տեր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր, ուրեմն այդ որոմը որտեղից է։ Ուրեմն Հիսուս այստեղ պատմել մի հողագործի մասին, որ իր դաշտում բարի սերմ է ցանում, եւ հետագայում նա բացատրում այս առակը եւ ասում է, որ այդ ես եմ, դաշտի տերը նույնացնում է իր հետ եւ ասում է, որ միայն բարի սերմ է ցանում, այսինքն Աստված միայն բարիքի աղբյուր է եւ երբեք չարիքի։ Նա միայն բարի սերմեր է ցանում, բայց զարմանալիորեն նաեւ չար սերմեր են հայտնվում եւ աճում։ Ուրեմն հարցնում է, որտեղից է չար էզված սերմերը։ Եվ այս հարցը նման է այն հարցին, որ այսօր հաճախ տալիս են մարդիկ։ Եթե Աստված կատարելապես բարի է ստեղծել աշխարհը, ապա ինչու նրա մեջ չարիք կա։ Շարունակենք կարդալ Մատթեոս 13 Ինչ է Հիսուսը պատասխանում։ Իսկ նա ասաց նրանց. Թշնամի մարդն է դա արել։ Ծառաները նրան ասացին. Հիմա ուզում ես գնանք դրանք քախանենք։ Նա ասաց. Ոչ։ Որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անենք։ Թողեք, որ մինչև հունձքը երկուսը միասին աճեն, եւ հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. նախ որոմը քաղեք ու խրձեր կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեք իմ շտեմարանի մեջ։ Ուրեմն ժամանակ է տևում, մինչև պարզ երևում է, թե դա ցորեն է, թե ցորեն չէ։ Ժամանակ է տևում, մինչև պարզ երևում է, թե սա իրոք հավատացյալ մարդ է, թե ոչ։ Եթե ժամանակից շուտ անես գործողություն, կսխալվես։
Ուրեմն այստեղ Հիսուսը ասում է, որ թշնամի մարդ է դարել, այսինքն սատանան։ Ինքն էլ բացատրում է Մատթեոս 13:39, իսկ թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, արտը աշխարհն է։ Սա բացահայտ պատկերն է տիեզերական հակամարտության, որ տեղի է ունենում Քրիստոսի և սատանայի միջև, ինչու աշխարհում գոյություն ունի չարը։ Չարը թշնամու, այսինքն սատանայի գործողությունների արդյունքն է, որ հակադրվում է Տիրոջը։ Եվ Հիսուսը ասում է, թողեք, որ մինչև հունձքը երկուսը միասին աճեն։ Ըստ այդ առակի Աստված ի վերջո վերջ կդնի չարին, սակայն այն վաղաժամ արմատախիլ անելը կհանգեցնի անդառնալի կողմնակի հետևանքների, որոնք կվնասեն բարուն։ Ինչու դաշտում վատ սերմեր կան, եթե Տերը միայն լավ սերմեր է ցանել։ Առակում հնչող այս հարցին զուգահեռ մեկ այլ հարց է առաջանում, եթե Աստված ամբողջովին բարի է ստեղծել, աշխարհը, ապա ինչպես այստեղ հայտնվեց չարը։ Կարդանք Ծննդոց 1:31, եւ Աստված տեսավ, որ այն ամեն ինչ որ արել էր, ահա շատ բարի էր, եւ երեկո առավոտ եղավ օր 6-րդ, այսինքն 6-րդ օրը ինքը վերջացրեց, Աստված վերջացրեց բոլոր իր գործերը, եւ ինքը ասեց, որ ամեն ինչ բարի է, ամեն ինչ լավն է։ Ուրեմն որտեղից հայտնվեց չարությունը։ Կարդանք Ծննդոց 3-րդ գլխի 1-7 համարները, օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Ով է օձը։ Աստվածաշունչը ինքը բացատրում է։ Եթե կարդանք Հայտնություն 12 գլխի 7-9 համարները, ասում է, եւ երկնքում պատերազմ եղավ։ Միքայելն ու իր հրեշտակները Վիշապի դեմ պատերազմեցին, Վիշապն ու իր հրեշտակները եւս պատերազմեցին, բայց չկարողացան դիմադրել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց։ Միքայելը դա Հիսուսն է, Միքայել նշանակում է Աստծո նման։ Եվ ցած գցվեց մեծ վիշապը, առաջին օձը, այսինքն նկատի ունի անգլերեն եւ ռուսերեն ասում է հին օձը, ոչ թե առաջին օձը։ Այսինքն նկատի ունի այս օձը, որի միջոցով գայթակղեց Սատանան գայթակղեց եւ այն։ Եվ ասում է այն հին օձը, որ դև է, դև եւ սատանա է կոչվում։ Ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ եւ նրա հրեշտակներն նրա հետ ընկան։ Այսինքն երկնքում նրանք հաղթվեցին եւ ընկան այնտեղ, որտեղ երկիրը ստեղծվեց։ Եվ ուրեմն այստեղ ինքը Աստվածաշունչը բացատրում է, որ ով է այս օձը, ասում է, որ դա դևն ու սատանան է։ Ուրեմն ինչ արեց այս օձը, կամ սատանան օձի միջոցով։ Օձ ասաց կնոջը, իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք, այսինքն մենք օձի խոսքում տեսնում ենք կեղծիքը Աստծո բնույթի վերաբերյալ, նախ հարցն է օգտագործում, որ կասկածի տակ դնի Աստծո հրամանը, զգուշորեն ու խորավանկորեն փոխելով Աստծո պատվիրանը։ Ուրեմն օձը մինչև այսօր գործում է նույն ձևով, ասում է որոշ չափով ճշմարտություն, հետը խառնելով սուտ եւ այսպիսով խաբելով մարդկանց։ Եվ ինչ է ասում, կինն ասաց օձին, պարտեզի ծառի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջ տեղում է, Աստված ասաց, մի կերեք դրանից եւ դրան մի դիպեք, որ չմեռնեք։ Օձը կնոջն ասաց, բնավ չեք մեռնի։ Այսինքն սատանան մարտահրավեր է նետում եւ վիճարկում է Աստծո խոսքերը։ Եվ Եվան հայտնվում է ընտրության առջև։ Եվան պետք է հավատար կամ
այդ անհայտ, անծանոթ մեկին, որ խոսում է Աստծո դեմ, Աստծուն ստախոս է հանում, այսքան գիտես Աստված խաբել է, չեք մեռնի։ Կամ էլ պետք է հավատալ իր ստեղծողին, որ ամեն լավագույնով ապահովել էր իրենց կյանքը ապրելու համար։ Ուրեմն ասում է, չէ, չեք մեռնի։ Այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ աստվածների նման կլինեք, բարին եւ չար իմացող։ Այստեղ էլ նա իր ցանկությունն է հայտնում։ Քիչ հետո, երբ որ մենք կարդանք իր մասին, իր ցանկությունն էլ նույնն է, որ իբր թե Աստծո պես լինի ինքը։ Ոչ թե Աստծո պես բարի եւ ողորմած եւ զոհաբերող, այլ Աստծո, ինչպես Աստծուն են ծնրադրում եւ փառաբանում եւ երկրպագում, նույնպեսի երկրպագություն ինքն է ուզում, որին ինքը բոլորովին արժանի չէ։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար եւ հաճել էր աչքերին եւ որ ծառը ցանկալի էր նայելու համար։ Այսինքն տեսքն էլ հաճելի էր։ Ասում է կինը տեսավ։ Որտեղից տեսավ, որտեղից ինքը իմացավ, որտեղ նա գտնում էր հիպնոզի տակ, նա գտնում էր սատանայի տարածքում եւ սատանան հիպնոսացրեց նրան, այսինքն ներշնչեց նրան, որ այս պտուղը շատ լավն է եւ առավ նրա պտղից ու կերավ ու տվեց նաեւ իր ամուսնուն եւ նա կերավ եւ նրանց երկուսի աչքերը բացվեցին եւ իմացան, որ մերկ են եւ թզեն ու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին, այսինքն սատանան խաբեց, ասեց Աստծո պես կդառնաք, այսինքն այդքան չխաբեց, իրոք մինչև դա նրան գիտեին միայն բարին, չարը չգիտեին ինչ բան է, եւ Աստված չէր ուզում, որ իմանան չար, ինչպես ծնողը չի ուզում, որ իր երեխան երբևէ չարիք ճաշակի, երբ որ ծնողը արգելում է երեխային որևիցե բան անել, որովհետեւ դա իրեն վնաս կտա, երեխայի հետաքրքրությունը ավելի է շատանում եւ ինադու ուզում է անել եւ տեսնի թե այդ ինչից է զրկում իրեն ծնողը եւ երբ որ անում է վնասվում է նոր է հասկանում որ ծնողը ճիշտ է նույնը Ադամն ու Եվան իհարկե Եվան խաբվեց բայց Ադամը գիտեր որ դա սխալ էր բայց այնուամենայնիվ գիտակցաբար մեղք գործեց Եվան անգիտակցաբար գործեց Եվ սա ինչ դաս է մեզ տալիս, որ մենք երբեք չգնանք եւ չմտնենք սատանայի տարածքը, որտեղ չկա Աստծո ներկայությունը, որտեղ մենք զրկված ենք Աստծո ներկայությունից եւ պաշտպանությունից եւ կարող ենք շատ հեշտ ու հանգիստ հիպնոսացվել եւ խաբնվել սատանայի կողմից։ Եվ ուրեմն ինչ տեղ ունեցավ։ Իրենք դարձան Աստծո պես այդ փառքը, որ իրանց մարմինը շրջապատել էր Աստծո ներկայության փառքը, սրբության փառքը, հեռացավ նրանցից։ Եվ իրենք տեսան, որ մերկ է, ոչ թե դրանից առաջ մերկ է, այլ մեղքը գործելուց հետո մերկացան։ Եվ իրենք իրենց ձևով ուզեցին ծածկել իրենց մերկությունը։ Մենք գիտենք, որ չնայած Աստված ասել էր, որ կմեռնեք, բայց Աստված մեծ ողորմածությամբ իրենց ավել ժամանակ տվեց, որպես իրենք հասկանան իրենց սխալը եւ ապաշխարեն եւ փրկության արժանանան։ Եվ ուրեմն մեծ հակամարտությունը կապված է այն բանի հետ, թե ինչին եւ ում հավատալ։ Ցավոք եւ անհավատաց, ոչ թե իր արարչին, այլ այդ անծանոթին։ Եվ սա ինքնին անխզելիորեն կապված է սիրո հետ։ Եթե մենք մեկին վստահում ու սիրում ենք, մենք կլսենք նրան, կվստահենք նրան։ Եվ դա մեծապես ազդում է մեր վերաբերմունքի վրա։ Եթե Եվան սիրեր Աստծուն, ապա չէր լսի, հիպնոսի տակ չէր ընկնի։ Եվ Աստված
այնքան ողորմած էր, որ փոխարեն իրենց ոչնչացնելու իրենց ժամանակը երկարաձգեց, ծննդոց 3:15-ում ասեց, որ կնոջից կծնվի մեկը, որ կջախջախի սատանայի գլուխը, կհաղթի սատանային եւ սատանայի ձեռքից կազատի իր զոհերին, իհարկե ով որ ուզի ազատվել։ Ուրեմն ծննդոց առաջինից 3 գլուխներում ցույց է տրվում, որ չարը արդեն գոյություն ուներ Ադամի ու Եվայի անկումից առաջ։ Սկզբունքորեն չարը արդեն հայտնվել է, որովհետև այդ ծառը կոչվում էր բարին ու չարը գիտենալու ծառ, այսինքն չարը արդեն գոյություն ուներ։ Ապա Օծն Աստծուն մեղադրում է սուտ խոսելու մեջ, թե իրականում ինքն է սուտ խոսում։ Օծի գոյությունը մենք կարդացինք Հայտնություն 12:9-ի մեջ, որ դա սատանան է։ Եվ այն վկայում է չարի իրական լինելու մասին։ Այսպիսով, նույնիսկ անկումից առաջ Եդեմում չարի ներկայություն ակնհայտ էր։ Ուրեմն ինչպես է ծագել չարը, կարդանք Եզեկիել 28:12-19 համարները, որոնք թեև ուղղված են Տիրոսի թագավորին, բայց այստեղ այնպիսի նախադասություններ կան, այնպիսի խոսքեր, որոնք երբեք չէին կարող վերաբերվել Տիրոսի թագավորին, այլ ուղղակի խորհրդանշորեն գրված է Տիրոսի թագավոր, բայց վերաբերվում է սատանային։ Տեսեք ինչ է ասում։ Այսպես է ասում Տեր Աստված. դու կատարելության կնիքն էիր, լի իմաստությամբ եւ կատարյալ գեղեցկությամբ։ Եդեմում Աստծո պարտեզում էիր, քո ծածոցն էին բոլոր պատվական քարերը, այսինքն Տիրոսի թագավորը երբեք չէր կարող լինել Եդեմում։ Ուրեմն բոլոր պատվական քարերը կային քո վրա՝ սարդիոն, տոպազիոն, ադամանտ, ոսկե քար, եղնգնաքար ու հասպիս, սափյուղա, կարկեհան, զմրուխտ եւ ոսկի, գործված քեզ համար։ Քո թմբուկների եւ քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։ Դու օծված էիր պահապան քերոբեի նման, եւ ես քեզ այդպիսին կարգեցի Աստծո սուրբ սարի վրա, այսինքն որտեղ որ Աստված ապրում է, հրեկ հարերի մեջ էիր քայլում, այսինքն Աստծո ներկայությամբ, Աստծո փառքի մեջ էիր քայլում։ Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում աներավություն գտնվեց։ Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց եւ դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծո սարից եւ քեզ ոչնչացրեցի, ով պահապան քերոբե, քեզ արտաքսեցի հրեկ հարերի միջից։ Ուրեմն ըստ այս համարների չարի ու տեզերական հակամարտության ծագումը սկսվել է երկինքներում, մինչև իր անկումը այն էակը, որ հայտնի դարձավ Սատանա անունով, ծածկող քերոբե էր, բացի այն, որ նա ճանաչվում է որպես քերոբե, նրա մասին այսպես էր ասվում. դու կատարելության կնիքն էիր, լի էիր իմաստությամբ եւ կատարյալ գեղեցկությամբ, Եդեմում Աստծո պարտեզում էիր։ Այս բնութագրումներից եւ ոչ մեկը չի կարելի ասել Տիրոսի մարդ թագավորի մասին կամ ցանկացած մարդու մասին։ Հետևաբար մենք գիտենք, որ այստեղ մի ակնարկ է տրվում Արուսյակի անկման մասին։ Այն բառը, որ այստեղ առևտուր է գրված, բնագրից թարգմանված նշանակում է զրպարտություն, որը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործի սատանան Աստծո, ինչպես նաև մեր դեմ։ Հիմնական գործը սատանայի զրպարտությունն է։ Ուրեմն հետո Աստված ասում է պատճառը, ասում է սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, այսօր շատ գեղեցիկ մարդիկ գոռոզ են ման գալիս։ Քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը, շատ բարձր դիրքի վրա էր գտնվում, այսինքն հրեշտակների հրամանատարներ եւ բոլոր հրեշտակների, այսինքն երկրորդն էր Աստծուց Հիսուսից հետո, բայց իրան չբավարարվեց նա այդ երկրորդը լինելով եւ ուզեցավ Հիսուսի տեղը զբաղեցնել։ Ուրեմն դու ապականեցիր քո իմաստությունը, գոռոզությունը միշտ էլ ապականում է իմաստությունը։
Ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։ Սա մարգարեություն է սատանայի ապագայի մասին։ Քո անօրինությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները, ես քո միջից կրակ հանեցի եւ այն սպառեց քեզ։ Այսքան սուրբ էակից դու վերածվեցիր բոլորովին չար էակի։ Երկրի վրա քեզ մոխիր դարձրի բոլոր քեզ նայողների աչքի առաջ, սա ապագան է սատանայի։ Ոչ թե դարերով անդադար վառվելու է կրակի մեջ, այլ մոխիր է դառնալու սատանան եւ իր հետևորդները։ Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա, դու սարսափելի վախճանի հասար եւ հավիտյան չքացար։ Չի ասում հավիտյան վառվեցի, բայց մե հավիտյան չքացար։ Եվ նաև կարդանք Եսայա 14 գլխի 12-ից 15 հավանները, որոնք հավելյալ տեղեկություններ են տալիս սատանայի մասին, ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտյան Արուսյակ, իր անունը Արուսյակ էր, Աշխալույսի որդի, դա նշանակում է Աշխալույսի, լույսի որդի, լույս կրող, ցավոք նա դարավ խավարի կրող, իր ընտրության պատճառով։ Գետնին տապալվեցիր, դու որ ստորացնում էիր ազգերին, ինքդ ասում էիր քո սրտում, երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծո աստղերից էլ վեր, այսինքն Աստծուց էլ բարձր ուզեցար լինել, ոչ թե Աստծուն հավասար, այլ Աստծուց էլ բարձր։ Կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա, հյուսիսային ծայրամասում, այսինքն ուզում է ինքը ղեկավարել տիեզերքը։ Կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ ամենաբարձրյալին։ Բայց մեղրելների աշխարհն են իջեցրել քեզ, գուբի խորխորատները։ Ուրեմն սա ինչ է նշանակում, այս համարները լրացնում են այն պատկերը, ինչ մենք տեսանք Եզեկիել 28-ում, գոռոզացավ գեղեցկության պատճառով, այնինչ նա պետք է փառաբաներ Աստծուն, ով այդպիսի գեղեցկություն էր պարգևել իրեն։ Դրա փոխարեն նա հպարտացավ եւ որ գիտեք Աստվածաշունչը ասում է կործանումից առաջ գալիս է հպարտությունը։ Եվ որ ավելի վատ է իր հպարտության մեջ որոշեց գրավել Աստծո տեղը եւ զրպարտել նրան։ Ինչպես կարող էր գրավել Աստծո տեղը։ Զրպարտելով բոլորի առաջ Աստծուն։ Աստծո գահը բռնազավթելու սատանայի ձգտումը բացահայտվում է նաև Մատթեոս 4 եւ Ղուկաս 4 գլուխներում, Հիսուսի փորձությանը վերաբերող պատմություններում, Հիսուսի եւ գայթակղիչի ցնցող հանդիպման մեջ հակամարտության բնույթի մասին շատ բան է բացահայտվում։ Այստեղ տեսնում ենք Քրիստոսի ու սատանայի միջև մեծ պայքարի իրական լինելը, որը վառ ու տեսանելի ձևով է ներկայացվում։ Կարդանք Մատթեոս 4 գլխի 1-ից 11 հավանները։ Այդ ժամանակ Հիսուսը հոգու կողմից անապատ տարվեց, այսինքն մկրտությունից հետո, սատանայից փորձվելու։ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահելուց հետո քաղցկաց, եւ փորձիչը նրան մոտենալով ասաց. Եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան։ Այսինքն նա սկսեց այնտեղից, որտեղ ընկել էր Եվան, ստամոքսից, ախորժակից, եւ կարծում էր, որ շատ հեշտ կլինի Հիսուսին հաղթել, որտեղ 40 օր էր արդեն սոված էր Հիսուսը, իսկ Եվան սոված չէր, եւ բոլորովին ոչ մի բանի, այսինքն խաղացած չէր։ Բայց ինքը քաղեց եւ կերավ այդ պտուղը եւ սատանան կարծում էր, որ քանի որ Հիսուսը որպես մարդ էր այդ ժամանակ ինքը շատ հեշտ կհաղթի Հիսուսին։ Բայց Հիսուսը շատ հեշտ ձևով հաղթեց իրեն, ինչպես տեսնենք։ Նա Հիսուսը պատասխանեց ու ասաց. գրված է, ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև ամեն խոսքով Աստծո բերանից է ելնում։ Այսինքն Աստծո խոսքով հաղթեց Հիսուսը։ Երբ որ ձեր ախորժակ ուզում է հաղթել ձեզ, երբ որ դուք սկսում եք ապրել ուտելու համար, այլ ոչ թե ուտել ապրելու համար, ասեք այս խոսքերը, որ մարդը ապրում է ոչ միայն ֆիզիկական ուտելիքով, այլ նաև հոգևոր, որ մարդը ոչ միայն ֆիզիկական է, այլ նաև հոգևոր։ Այդ ժամանակ սատանան նրան տարավ սուրբ քաղաքը, տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց ու նրան ասաց. Եթե Աստծո որդին ես,
քեզ ցածն է դիր, որտեղ գրված է իր հեշտակներին քեզ համար պիտի պատվիրի եւ նրանք քեզ ձեռքերի վրա պիտի բարձրացնեն, որ երբեք ոտքդ քարին չխփես։ Այսինքն սա Սատանան ուզում էր Հիսուսին դրդել փառամոլության, ինքնավստահ արարքի էր դրդում եւ խեղաթյուրեց Սուրբ Գիրքը, այսինքն Հիսուսը սկզբում մեջ բերեց Սուրբ Գիրքը, Սատանան ասեց, օքեյ, ես էլ գիտեմ, լավ գիտեմ Սուրբ Գիրքը եւ մեջ բերում արեց Սուրբ Գրքից, բայց նորից խեղաթյուրեց Աստծո խոսքը, ինչպես միշտ։ Այն միտքը ներշնչելով, որ եթե Հիսուս իսկապես Աստծո որդի լինի, հրեշտակները կպաշտպանեն նրան։ Սակայն Հիսուսը կրկին դիմագրավեց Սատանայի փորձությանը Սուրբ Գրքի ճշմարիտ ընկալմամբ, այսինքն ինչ պատասխանեց Հիսուսը։ Հիսուսը նրան ասաց, դարձյալ գրված է Տիրոջը քո Աստծուն չփորձես։ Եվ մնաց վերջին հույսը Սատանայի համար երրորդ փորձությունը։ Ուրեմն Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ ու նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը եւ նրան ասաց. այս ամենը քեզ կտամ, եթե արջևս ընկնելով երկրպագես ինձ։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. հեռու գնա Սատանա, որովհետեւ գրված է Տիրոջը քո Աստծուն կերկրպագես ու միայն նրան կպաշտես։ Այդ ժամանակ Սատանան նրան թողեց եւ ահա հրեշտակները մոտ եկան ու ծառայում էին նրան։ Եթե ուզում եք, որ Սատանան ձեզ հանգիստ թողնի, ուրեմն կարդացեք Սուրբ Խոսքը եւ օգտագործեք այն ձեր կյանքում եւ Սատանան կթողնի ձեզ։ Ուրեմն այստեղ Ղուկասում, Ղուկաս 4:6-ում այս նույն համարը այսպես է ասում. այս ամբողջ իշխանությունն ու սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, եւ ում ցանկանում եմ տալիս եմ այն։ Նորից նա սուտ խոսեց, կարծես թե Աստված իրեն էր նվիրել այդ հարստությունը, փառքը կամ երկիրը մեր մոլորակը, ոչ, նա բռնազավթել է այն, այսինքն նորից սուտ խոսեց, եւ շուտով Հիսուսը իր խաչելությամբ իր ձեռքից խլելու էր իր բռնազավթածը եւ մոլորակը եւ մոլորակի վրա եղողների մարդկանց։ Եփեսացիներ 6:12-ը մեզ հիշեցնում է, որ մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավար աշխարհի դիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Թեև պետք չէ վախի մեջ ապրել, ինչու պետք է միշտ հիշենք, որ մեր շուրջը տեղի ունեցող իրական պայքար է գնում։ Հիսուս ասեց, արթուն եղեք, որպեսզի մենք այդ պայքարում ճիշտ կողմը բռնենք եւ հաղթենք Հիսուսի հետ, այլ ոչ թե պարտվենք եւ կործանվենք։ Մենք արդեն տեսանք մի քանի հատվածներ, որտեղ խոսվում է Աստծո եւ Սատանայի միջև տիեզերական հակամարտության մասին, բայց ինչպես է հնարավոր նման հակամարտություն, ինչպես կարող է որևէ մեկը ընդդիմանալ ամենազոր Աստծուն։ Եվ շատերն էլ, ովքեր պաշտում են Սատանային, կարծես թե հարգանքով են լցված նրա հանդեպ, որ ինքը համարձակվել է ամենազորեղ արարչի դեմ ամբոստություն բարձրացնել։ Սակայն այստեղ կարծես թե Աստված ուժ չունի իրեն ոչնչացնելու, բայց հարցը դրանում չի, այս հակամարտությունը բոլորին ուժի մասին չի, այս հակամարտությունը այն մասին չէ, թե ով է ուժեղ, Աստված, թե Սատանան, այլ ով է ճիշտ, Աստված, թե Սատանան։ Դրա համար Աստված ստիպված էր թույլ տալ Սատանային որոշ ժամանակ գործել, որպեսզի պարզվի ճշմարտությունը։ Ուրեմն այս հակամարտությունը այլ բնույթ է կրում։ Եթե տիեզերական հակամարտությունը լուծվեր ուժի դիրքերից, ապա այն կավարտվեր դեռևս չսկսված։ Աստված էր ստեղծել նրան, Աստված էլ կարող էր մի վայրկյանում ոչնչացնել։ Ուրեմն սա այլ բնույթ ունի։ Այլ բնույթ է կրում այս հակամարտությունը, այս պայքարը։ Սա վեճ է Աստծո բնավորության վերաբերյալ,
Հակամարտություն սատանայի կողմից Աստծո դեմ բարձրացված զրպարտչական մեղադրանքների շուրջ, որի թիվս այլ բաների նա լիովին բարի եւ սիրող չէ։ Այսպես է ասում սատանան, այսպես է ներկայացնում Աստծուն։ Նման պնդումներին հնարավոր չի հաղթել կոպիտ ուժով կամ ճնշումներով, այլ համեմատելով երկու մրցակցող կերպարները։ Կարդանք Էլեն Ուայթի մեծ պայքար գրքից H452։ Մեղքի դեմ իր պայքարում Աստված կարող էր դիմել միայն արդարության և ճշմարտության, իսկ սատանան օգտագործում էր այն, ինչ Աստված չէր կարող՝ շողոքորթություն և խաբեություն։ Նա փորձեց կեղծել Աստծո խոսքը և հրեշտակներին սխալ ներկայացրեց նրա կառավարման ծրագիրը պնդելով, թե Աստված անարդար է, օրենքներ և կանոններ բարթելով երկնքի բնակիչների վրա, թե իր ստեղծածներից պահանջելով հնազանդություն նա պարզապես ձգտում էր ինքնամեծարման։ Այսինքն ինքը ասում է, գիտեք, դուք առանց օրենքի էլ կատարյալ եք, օրենք ձեզ պետք չի։ Այդ օրենքը դրել է, որ ձեզ վրա բռնանա։ Այդ նույն բանն է, ինչ որ այսօր մարդիկ ասեն, մեզի օրենք պետք չի, ոչնչացրեք բոլոր օրենքները, թող անարխիա լինի։ Այսինքն այդ ժամանակին չէ, ուժի օրենքն է գործում, ով որ ուժեղ է նա հաղթում է։ Եվ ոչ թե արդարություն։ Արդարությունը չի հաղթի այդ ժամանակ։ Երբ որ անօրենություն է, հաղթում է անօրենը, այլ ոչ թե արդարը։ Ուրեմն նորից խաբեություն, որ առանց օրենքի մարդը կարող է շատ լավ ապրել, եւ ցավոք այսօր շատ եկեղեցիներ, քրիստոնեական կոչվող եկեղեցիներ նույնն են ասում, որ օրենքը բոլորովին պետք չէ, իբր թե Հիսուսը օրենքը խաչել է այդ փայտին։ Բայց եթե օրենքը հնարավոր լիներ, որը անօրենությունը դա մեղք է, եւ եթե հնարավոր լիներ այդ օրենքը ուղղակի ոչնչացնել եւ էակները ապրեին առանց օրենքի, դա կարող են հանգիստ անել առանց Հիսուսի զոհաբերության։ Բայց Հիսուսը եկավ զոհաբերվեց հենց այդ պատճառով, որ օրենքը հավիտենական է, որ օրենքի շնորհիվ է, որ բարեկեցություն է տիրում տիեզերքում։ Սակայն սատանան այս բոլորը ներկայացնում է ուրիշ հակառակ տեսակետից։ Այսինքն Աստծուն մեղադրում է նրանում, ինչում որ ինքն է մեղավոր։ Ասում են, իբր թե Աստված պարզապես ձգտում է ինքնամեծարման։ Դա ինքն է ձգտում ինքնամեծարման։ Այդ իսկ պատճառով երկնքի բնակիչներին, ինչպես նաև բոլոր աշխարհներին պետք է ցույց տրվեր, որ Աստծո կառավարությունն արդար է, նրա օրենքը կատարյալ։ Իսկ սատանան ձևացնում էր, թե այդ ինքն է ձգտում նպաստել տիեզերքի բարօրությանը։ Այսինքն վերացնում ենք օրենքը եւ ամեն ինչ դառնում է բարօրություն է դառնում։ Ինչ է ասում օրենքը։ Մի գողացի, մի սպանի, մի շնացի եւ այլն եւ այլն։ Մարդիկ սկսում են այդ բոլորը անել, ինչպես այսօր է, եւ իրեն երջանիկ է։ Երբեք դա ինքնակործանում է։ Եվ Աստծուն ժամանակ էր պետք, որպեսզի մարդուն ամբողջ տիեզերքին ցույց տա, թե ինչի է բերում այդ տեսակետը։ Բոլորը պետք է հասկանային Զավթիչի իսկական բնավորությունը, նրա իրական նպատակը։ Նրան պետք է ժամանակ տրվեր, որպեսզի իր ամբարիշտ գործերով բացահայտի իր էությունը։ Վերջում կարդանք Հովհաննես 8-րդ գլխի 44-45 համարները, ձեր ունեցած հայրը սատանան է։ Սա ասում է նա փարիսեցիներին, հրեաների ղեկավարներին, որոնք ուզում էին իրեն կործանել եւ ասում են, որ Աստված մեր հայրն է, բայց Հիսուսը ասում է, ձեր հայրը Աստված չէ, այլ սատանան է։ Եվ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Այսինքն սատանան է ուզում, որ ես մեղ գործեմ եւ դուք դրթում եք, ուզում եք դրտել ինձ դրան։ Սատանան է ուզում ինձ ոչնչացնել, կործանել, ինձ սխալ հանել։ Եվ ձեր հայրը, այսինքն սատանան, ցանկանում է այդ դուք
անում եք նրա ցանկություն, ասում է, կատարում եք այնինչ ինքը ուզում է։ Նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որտեղ նրա մեջ ճշմարտություն չկա։ Նա դրթեց Կայենին, որ առաջին սպանությունը անի, իր եղբորը սպանի, եւ այդ ժամանակվանից մինչեւ հիմա ցավոք պատերազմներ են մղվում եւ մարդիկ, ովքեր նույն արյունն են կրում, սպանում են իրար։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է եւ կեղծիքի հայրը, սակայն ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ Նորից հավատի հարցը։ Ինչի չէին ուզում հավատալ, որովհետև իրենց ձեռ չէր տալիս։ Իրենց նյութական շահերին էր դա կապվում։ Ուրեմն սատանայի ծրագիրը հենց սկզբից հետևյալն էր մարդկանց ստիպել հավատալու, որ Աստված իրականում արդար եւ սիրող չէ, իսկ նրա օրենքը ճնշող ու վիրավորական է իրենց համար։ Եվ զարմանալի չէ, որ Հիսուսը սատանային անվանում է ստախոս եւ կեղծիքի հայրը։ Առաջինը սուտ խոսել է ինքը, առաջինը կեղծել է ինքը, սատանան։ Ընդհակառակը Հիսուսը եկավ, որպեսզի ճշմարտության մասին վկայի, Հովհաննես 18:37, եւ ուղղակիորեն հակադրվի սատանայի կեղծիքին ու զրպարտությանը, հաղթի եւ ի վերջո ոչնչացնի սատանային ու նրա իշխանությունը, ինչպես որ մենք կարդացինք Եզեկիելի մեջ։ Հայտնություն 12:9-10, որը մենք կարդացինք սկզբում դասի, սատանան անվանվում է հին օձ, այն էակը, որ երկնային դատաստանում մեղադրում է Աստծո ժողովրդին, վիշապ, որ մոլորեցնում է աշխարհը, սատանա թարգմանված հունարեն բառը նշանակում է զրպարտիչ, մեկ անգամ եւս ցույց տալով, որ հակամարտության հիմքը համոզմունքն է, ներառյալ Աստծո բնավորության վերաբերյալ համոզմունքը։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի մեծ պայքարից H 447-453։ Ոչինչ դա այնքան բարձրորոշ բացատրված չէ Սուրբ գրքում, որքան այն, որ Աստված ոչ մի կերպ պատասխանատու չէ մեղքի ծագման համար, որ նա կմահաճորեն չի հեռացրել իր շնորհը, չի եղել որևէ թերություն նրա կառավարման մեջ, որ ապստամբության առիթ ստեղծի։ Մեղքը անկոչ հյուր է, որի ներկայությունը հնարավոր չէ բացատրել, այն խորհրդավոր է, անբացատրելի։ Արդարացնել մեղքը նշանակում է պաշտպանել այն։ Եթե սատանան անմիջապես բնաջնջվեր, նրանք երկինքների եւ այլ աշխարհների բնակիչները, այսինքն, Աստծուն կծառայեն ավելի շուտ վախից, քան սիրուց։ Խաբեբայի ազդեցությունն ամբողջությամբ չէր վերանա, ոչ էլ կչքանար ապստամբության ոգին։ Պետք է թույլ տրվեր, որ չարիքը հասունանա։ Հանուն տիեզերքի բարօրության, անվախճան դարերի ընթացքում սատանան պետք է լիովին զարգացներ իր սկզբունքները, որպեսզի ստեղծված բոլոր էակներն իրական լույսի ներքո տեսնեին նրա մեղադրանքներին աստվածային կառավարման դեմ եւ Աստծո արդարադատություն ու ողորմությունը, ինչպես նաեւ նրա օրենքի անփոփոխելիությունը առհավետ կասկածից դուրս մնային։ Որ մարդիկ եւ բոլոր տիեզերքի էակները հասկանան, որ Աստված օրենքը տվել է բարության համար, այլ ոչ թե բռնանալու համար։ Շնորհակալություն Աստծուց իր հետաքրքիր եւ անչափ կարեւոր դասերի համար։ Շնորհակալություն Աստծուց իր Աստվածաշնչի համար, որը կարդալով մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը եւ փրկվել ապրելով այդ ճշմարտության մեջ։ Նորից ու նորից հորդորում եմ ձեզ, որ կարդաք ձեր Աստվածաշունչ, ուսումնասիրեք այն, թող փոշու մեջ չնստի։ Եթե դուք չուսումնասիրեք Աստվածաշունչը, ապա իրականությունը ձեր համար եղծված կլինի, չեք հասկանա հիմքը այն բոլոր ինչ որ հիմա կատարվում է, չեք հասկանա այս մեծ հակամարտության դրվագները, թե ինչ է կատարվում։ Ուրեմն Աստվածաշունչը լույս է սփռում այս ամենի վրա։ Եվ եթե մենք ուզում ենք լույսի զավակներ լինել, լույսի մեջ քայլել, առաջին քայլը որ պետք է անենք, դա շփվենք Աստծո հետ,
խոսենք իր հետ եւ լսենք իր ասած իր խոսքը, այլ ոչ թե մարդկանց հորինվածքները։ Թող Աստված մեզ օրհնի, որ գալիք օրերում մենք ճիշտ իմաստուն որոշումներ կատարենք ամեն հարցում, այնպիսի որոշումներ, որոնք կավելացնեն մեր քաշը երկնքի աչքերում, որպեսզի մենք թեթև չգտնվենք դատաստանի օրը եւ սատանայի հետ չմոխրանանք հավետ, այլ հավեր ապրենք մեր Արարչի Հիսուս Քրիստոսի հետ։ Թող Աստված մեզ օրհնի բոլոր այս հետագա օրերին Աստծո ողորմությամբ մինչև մյուս դասը։